մենք զրուցեցինք աշխատակիցների հետ ոստիկանության Արմեն Կարապետյան Ձկնաբույսների միության վարչության անդամը Մաքսվիշ տնօրենը կազմակերպության Մաքսվիշի հիմնադիր տնօրենն եմ մենք հիմա ոստիկանները ասում են հանդիպենք Նազարյանի հետ որին չենք ճանաչում ինչ որ նամակագրական անցած անգամ ջրերի հետ որ խնդիրներ կար մենք հանդիպումներից ոչ մի բան չհասկանալով մոտեցանք որ ասացին եկեք նամակ գրեք իրանց մոտից սուրճ չասեմ 30 նամակ հանեցինք որը գրել ենք 8 ամսվա ընթացքում որը որ չէր բացվել 8 ամիս նամակ գրես մեկը չբացի նայի հիմա ուզում են տանեն էլի նամակ գրենք մենք համաձայն չենք երևի տեղեկություն չունի երևի գիտի քիչ ենք հարկ վճարել 70 միլիարդը քիչ է երևի տրիլիոններով հարկ վճարենք որ բանի տեղ դնեն իշտեն կամ էլ եսին չգիտեմ բարեկամ պետքա լինեն Եթե նամակ չեք գրում, չեք որոշած ամեն ինչ իր հունով գնում է մի քանի օր ստեղ կլինենք հետո կգնանք այն ճանապարհով որով գնում է ամբողջ ազգը Եվրոպայում ինչ են անում ժողովուրդ ջան Եվրոպայում ժիլետները որ հագնում են Ֆրանսիայում ինչ են անում մենք ավտո չենք վառի հաստատ բայց փողոցները կփակենք մենք մի օր չենք մնալու հարազատ մի օր չենք մնալու ստեղ պալատկաներ ունենք ամեն ինչ ունենք նստացույցի ենք անցնելու բա որ իմ տունը քանդվում է իմ երեխային չեմ պատրաստում $5 միլիոն պարկ թողամ որով եկել եմ մի քանի միլիոնով հիմա մի քանի միլիոնը կորցրել եմ նա էլ երեխուս եմ մի քանի միլիոն պարկ արել դոլարի մասն է խոսքը խնդրում եմ հասկանալ իմ երեխան 300,000 աշխատավարձ ստամ չի կարա փակի այդ պարտքերը վարձով մնա մի հատ էլ միջև չընդունեն մենք ստեղ ենք լինելու 2 օր առաջ հոկտեմբերան են փակել փողոցները 3 ոնց որ եթե չեմ սխալվում Արարատ են փակել պամիդորի հետ կապված երասխ են փակել հիմա մենք չենք ուզում մեր ժողովրդին վերջը նեղություն տանք մեկը երեխային է բերում դասի մեկը գնում է հիվանդանոց խի փակենք հələ որ բայց արդեն չգիտեմ խի գազեր են հավաքում իրանք զգում են որ 3 ամիս խաբել են արդեն մարդկանց մոտ sense պրոստը երևի ասում են դե լավ հələ քանի դիմանում են մի օր էլ ձգենք հա բայց 3 ամիս չեն կարող 3 ամիս ձգել ենք կներեք էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել նա ձեզ ինչ է ասել ինչ դժգոհություններ ունեք այդ հանդիպումից բոլորը իրենց փոխանցվել է աշխատել ենք իրանք ասել են կարող ենք սա անել ձեզ սա անել ասեն չէ այն մյուսը պետք չի մեզ տվեք գոյատևման մենք հասկանանք որտեղ դա մեզ շուկա չի դա խաբություն է որ մենք չենք հավատում հեքիաթների ասել են լավ այս մեկն էլ թող լինի Քիչ եք ուզում այս մեկն էլ լինի մեզ կոշիկ է պետք գլխակը չէ գլխակն էլ ենք անում ինչ վատ է բայց կոշիկը չտվին խաբեցին հետո ասին գլխակն էլ հիմա նույն բանն են անում ասում են գնացեք Նազարյանի հետ հանդիպեք Նազարյանովա ոչ մեկ չգիտի Եթե ձեզ ասեն մի քիչ էլ սպասեք թե ոչ որ կարողանանք սպասենք վաղը կհավաքվենք ժողովուրդ ջան վաղը կհանդիպենք մենք վաղը կհանդիպենք եթե կարենանք էլ չենք կարող սպասենք ժողովուրդ ջան մենք եկել է խնդիրը ինչու՞մն է որ չեն տալիս ձեր ձկնաբույսը այդ հարցին ենք ուզում պատասխան ստանանք իրանք չեն բարեհաճում մեզ մարդատեղ չեն դնում որ իշտեն բայց ոչինչ օրերի ընթացքում կհասկանան որ որոշումներ չեմ կարողացել ունենք ամեն մի ամսվա գրած ամեն օրվա որոշում ունենք մենք մի ամիս համբերատար եթե իրանք տակածնում են մենք էլ ենք տակածնում մի ամիս գծած այս վարչությունը հենց այնպես չի ստեղծված այս մարդիկ իրար հետ 30 տարվա ոնց ասեմ հարևաններ են բարեկամներ են այստեղ կողքից մարդ չկա չէ մենք նամակ չենք պատրաստում մենք եթե կանել են 30 40 50 տարեկան տղամարդը որ կանում են ამ աշկերտ մեջ սուտ է խոսում ինչ նամակ գրես այդ մարդ արեք Ալիևին նամակ գրենք կարող Արցախը հետ տա գրենք ժողովուրդ ջան այդ գրակ այդ ձևով գրենք խնդրում եմ էլի այնտեղ այնպես երկար ենք ապրում 5000 տարի է էլի արեք գրենք նամակ չկա գրելու մենք ուզում ենք հասկանանք փող են տվել խաբել են թե չեն խաբել եթե տվել են ուրա դե չեն թողում վրդում են առաջ Կարապետյան Արմեն Ձկնաբույսների միության վարչության անդամ եմ Մաքսվիշ ընկերության տնօրեն հիմնադիր տնօրենը Ցաղկյանքս պատմեմ ժողովուրդ ջան 30 տարի ապրել եմ դրսում քրտնել աշխատել 2 տարի Գերմանիա 30 տարի Մոսկվա երեխաներս հավաքել եմ եկել եմ դրսի շուկային ամբողջ աշխարհն եմ ցանում դա է ձեզ ինքեր տվել որ չեն կարող արտահանել Եվրոպա
Հարազատ, ես գները գիտեմ։ Ուրեմն կերը Եվրոպայում արժի 1 եվրո, մեզ մոտ արժի 2 եվրո։ Ձգան ինքնարժեքը 80-90%-ը կազմում է կերը։ Հիմա եթե իրենց մոտ դա է ժանա, տանում հասցնում ես 1500 դրամ անցնում, 2000 եմ ծախում։ Ես մեծածախի մասն եմ խոսում։ Մեկը չգնա խանութում, կարող եմ հերթով գները ցտել խանութի, օգտվի Գերմանիայում, Լոնդոնում, որ քաղաքն եք ուզում, ասեք այդ քաղաքի գները ձեզ հիմա ցույց տամ։ Եղբայրս 800 աշխատակից ունի Գերմանիայում։ Բոլոր երկրներում մերը թանկալի։ Մերը չի խոսում ոչ մի ձևի։ Մերը խոսում է հետ սովետական երկրներում, որովհետև մեզ մոտ տենց է։ Մենք կարող ենք ծախել Ղազախստան, եսիմ Ադրբեջան, մենք կարող ենք ծախել, եսիմ Վրաստան, Բելարուսիա, Ռուսաստան, ուրիշ տեղ մենք գնով չենք անցնում։ Ուղղակի չի ստացվում, Ժորժ ջան, մենք էլ ենք ինչ տարբերություն իմ համար որտե ծախեմ։ Երթում չենք կերել, ոչ աշխատակից ենք, ես իմ սպեցլուժբեկի ուրիշ երկրների, որ երթում ենք կերել մեր երեխեքի մոտ, որ պետք է այս անենք, այն անենք։ Մենք եկել ենք մեր երկիրը, ծաղկացնենք աշխատատեղերը բացել ենք, հիմա փակում են, ուզում ենք հասկանանք խեն փակում։ Չեմ ասելու։ Որովհետև մենակ չեմ, որ դա ուզենանք անելու արդեն վարչություն կա, երեխեք ջան, 7-8 հոգի մարդ է մտնում էջը, նախագահ ունենք, բոլորը որոշված էսխի են, հիմա տակտիկան ասեմ, տեխնիկան ասեմ, ինչ ենք անելու, չեմ ասելու, բայց որոշված է հաստատ, վստահ եղեք ամեն ինչ օրերով, մի ամիս 30 օր գծած է ինչ ենք անելու։ 30 օր արուն ենք խմելու, ոնց որ մեզանից են խմում 3 ամիս, մենք արուն ենք խմելու, այսինքն հոգնածնելու ենք, միջև հասկանան, որ ասած ձգելով չի։ Ձգելով իշքան, հիմա այստեղ այսքան 1000 հոգի մարդ հավաքած։ Այստեղ երեխաներ կան, կայլեսկով, երեխեքով եկել են, այստեղ աշխատակիցներ են, մեկը չի բարեհաճում էլ երկու բառ խոսում։ Լրիվ անասունի տեղ են դրել մեզ, չեմ ասում։ Դու մենք մի ամիս էլ ենք այստեղ լինելու, թող հանգիստ լինեն։ Եթե իրաց թվում է մեզնից համբերատար են, մոտեկցել են միլիցիայի աշխատակիցները, ասել են մենք սենց ենք ուզում Նազարյանի հետ հանդիպեք, հա, մենք էլ ասել ենք, մենք չենք ուզում գնանք Հրազդան, ինչ գործ ունենք Հրազդանի, Նազարյանի հետ, մենք եկել ենք կոնկրետ, ով որ հարց կարող է լուծել, գոնե, տեղել ենք կասկածում, որ այս երկրում երկրորդ մարդ կա հարց լուծել, հիմա ես կարող երևի շորմուլակ չգիտեմ որտեղից, ում են, ես այդ ազգանուն առաջ անգամ լսում, ես էկոնոմիկայի նախարարի ազգանունը չի բռնում, փող վարչապետի անունը չի բռնում, ով հարց լուծող է, ոչ մեկի անունը չի բռնում այդ ազգանունը չի բռնում այդ մարդու հետ, ում հետ ուզում են հանդիպեն։ Վարչությունը որոշում է կայացել, որ այդ մարդու հետ հանդիպում չի կարող լինել, որովհետև մենք գոնե նրա համար 8 ամիս նամակ գրենք, այդ մարդը նամակը չբացի։ Այդ մարդու հետ դուք կգնաք հանդիպելու, ձեզ եմ հարցնում։ Եթե 8 ամիս հազարավոր աշխատավես կեսն է ստեղ, որովհետև տնտեսությունը պետք է աշխատի։ Դի մակրվի շանդորկաները, ընդ հարցեր կա, այրատները չաշխատի, միլիոնավոր վնասներ են, հենց մի րոպեվա մեջ կգրենք, դրա համար սա կեսն աշխատակիցների։ Հիմա եթե այդ մարդուն 8 ամիս նամակ են գրել, մի արկղ, ծելի արկղ նամակ են գրել, չի բացվել։ Մենք ջրերի հետ կապված մտել ենք ներս, ասել են մի հատ եկեք նամակ գրեք, ասել ենք արեք ձեզ ցույց տանք նամակը։ Հանը դրել ենք իրանց դեմը, զարմացած գոնե թափեն։ Այն հավաքի ժամանակ եղել էս անգամ չեմ։ Հիմա մենք էլ չունենք։ Երրորդ անգամ նույն մարդու մոտ կգնաս որ խափիկ ես։ Չեմ գնա։ Հաշվարկել եք այս 3 ամսվա ընթացքում օրինակ ինչքան վնաս եք կրել։ Վնասների մեծ թվեր է, շատ մեծ թվեր։ Ես արդեն այս 80 օրվա մեջ 2 միլիարդ դրամ վարկ եմ արել։ Սա չվերացեմ, որտեղ մի քիչ ռուբլիով, մի քիչ եվրոյով, մի քիչ դոլարով միջինացված 2 միլիարդ վարկ եմ արել, որը չեմ պատրաստում երեխային թողել, որը 300,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Համալսարանում դասատար։ Հողը վերել են թե չեն վերել։ Մեկ ասում են տվել ենք, մեկ ասում են չեն տվել։ 55-ով, 20-50 զրոզը։ Այդ հաշվար, որ ինձ լսում։ 25, մի հատ մեզ էլ ասեք էլի։ 95-ով 25-90 0 երեխեք ջան։ 95։ Էսի լյովի համարն է։ Լյովը ձեր մոտ աշխատում, ուր է լյովը։ Չէ, նոր իր համարն ենք խնդրել։ Մի հատ ձեր անուն ազգանց։ Լյովը բռնվավ։ Բայ նոր իր համարն էլ ենք խնդրել 095 20 5-90 0 WhatsApp կա դրա համար է տվյալ։ Հա ձեր անունը Օրմեն են ասում, բայց կարող եք Արմեն ասել։ Խավարցի եք։
Մոտ։ Արմեն Մաքս Վիշի տնօրենն եմ, ամենախոշոր տնօրենը։ Կարապետյան։ Դուք երբևէ Եվրոպա արտահանել եք, թեկուզ փոքր խմբականակով։ Ամերիկա եմ հանել։ Հիմա դա Ամերիկա եմ հանել, դա էլ կարող եմ ասել։ Ուրեմն 2 տոննա ամսական հələ մի հանել եմ։ ասեք մի րոպե։ Սևակ։ Արի։ Այդ արտահանումից էլ 2 բառ ասեմ, Ժորժ ջան։ Ես մի քանի տարի Ամերիկա եմ արտահանել, համ ձկնկի թեմ մի քիչ էլ գանք։ Ուրեմն մի քանի տարի Ամերիկա ենք արտահանել, փորձել ենք ամեն դեպքում։ Ուրեմն 3 տարվա մեջ ինքնաթիռով 2 տոննա ենք հասցրել ու 3 տարի այդ 2 տոննա չի դարել 2 տոննա 1 կիլոգրամ ամսեկանի մասնախոսքը ամսեկանի մասնախոսքը 3 տարի ամեն ամիս տարել ենք ինքնաթիռներով 2 տոննա չեն կարողացել սարքենք այդ 3 տարվա մեջ գոնե 2.5 տոննա այդ սաղ ասեմ հեքիաթները չէ որովհետև մեր գնորդը դա հայ ոնց որ ոնց ասեմ աշխատողներն են, հայ ապրողներն են այնտեղի էմիգրանտներն են, այո, հայ համայնքն հայկական խանութներով առել են ուրիշ տեղեր, փորձել ենք ռեզուլտատ չկա, որ 3 տարի ես պարզ ասում եմ, եթե մենք 70 տոննա օրը արտադրում ենք ձկնաբույսներով, ամիսը 2 տոննան դուք պատկերացնում եք ինչ է։ Մենք 2500 տոննա արտադրենք 2000 անգամ պակաս մերինից արտանանք ու 3-5 տարի աշխատանք ենք դրա համար եմ ասում մենք Ռուսաստանի վրա 30 տարի 20 տարի աշխատել ենք 25 տարի ես եմ աշխատել ես 25 տարի ինչ որ մի սպորտ եմ գնացել կամ ջութակ եմ գնացել հիմա ինձ եկել են ասում են մի օրվա մեջ փոխի ես իմ գլխ կոնձիտուր չեմ կարող Կառավարության նիստում հնչում է այդ կարծիքը կներեք որ դե մի օր պիտի սկսենք Դա մեծ կյանք է այդ 25 տարին, որ մենք դրել ենք։ Մի օր սկսենք, բայց 25 տարի է պետք որ դառնանք այդ քանակների վաճառող այնտեղ։ Ոնց որ ստեղ են 25 տարում հասել։ Հիմա չեմ կարող 2 օր ջութակի գնալ, այսիմ աշխարհը զարմացնել։ 2 օրում կարա մարդը գնա։ Ռուսաստանը։ Ահա։ Հիմա Եվրոպան առաջարկել է օգնի։ Ստացվում է մի դուրը փակել է։ Առաջարկել է օգնի։ Առաջարկել է, ինչով է օգնել։ 0 3 ամիսա մեռնում ենք 0 Ժորժ ջան թող ասեն մեկին 100 դրամ փող է հասել ես ասում եմ տվեք մեզի թեկուզ չեմ ասում պարտքով տվեք ես իմ ձրի տվեք վարկով տվեք ես էլ գույք չունեմ 36 հատ գույք իմն է դրած պլյուս սա ազգուտակինն է դրած ասում եմ ես այսօր գույք չունեմ բանկում դնեմ գոնե բերում եք Եվրոպայից փողը մեզ տվեք տոկոսով Այդ փողը արտահանման խթանման համար է, ոչ թե վարկ տալու, այդպես են ասում։ Իրանք են որոշում։ Հիմա որ դուք աշխատավարձ եք ստանում, վերում եք ձեր տուն, ձեզի ձեր աշխատանքը տվողը ասում է, այս փողը անպայման կոշիկ կառնես կամ երեխային կատ կամ դուք եք չէ որոշում։ Հիմա իրանց տվել են, իրանք էլ պետքա տեսնեն ում գլուխն է ցավում, ում կոշիկ չունի։ Տենց է թե չէ այս երկիրը աշխատում։ Դե ուրեմն մենք չգիտեմ, ուրեմն պետք է տեղափոխվենք, ոնց որ ապրել ենք աշխարհով մեկ, ելի պետքա ծրվենք աշխարհով մեկ։ Եթե մեր երկրում անելու բան չունենք, ես ասում եմ, ես տեղափոխվել եմ ստե 30 տարուց ավել դուրս ապրելուց հետո իմ սանիկներն եմ համոզել մեր երկիրը լավն է տեղափոխվել են, ամեն մեկը 3 երեխայով։ Տեղափոխվել ենք Ռուբլովկի վրա, սեփական տներով մարդիկ ապրում են մեջքի վրա։ Հիմա փաստորեն դուրս է գալի խաբել են մեր երկիրը այդքան էլ լավը չի, որովհետև ապրում ենք Երևան։ Օրը 70 տոննա դուք են արտադրում մեր ձկնաբույսները, բոլորը միասին։ Ինչ են անում։ Միջև այսօր կեր ունենք տալիս ենք, այսօրվանից մինուս են գնալու այդ թվերը։ Ինչ-որ չափումներ, Մենք մի քանի օր առաջ էլ մեր լրատվամիջոցների հետ մեր 2 հատ հանդիպում ա եղել, սաղս ասել ենք, մեկը 7 օրվա կեր ունի, մեկը 5 օրվա, դաժե այդքան պարտքանելուց հետո։ ներքին շուկային որոշ չափով ձեր Ես այս շուկային չեմ արտադրում։ Ավելի ցավալի մասը է դա ասեմ այդ բանով, որովհետև խոշորները իրավունք չունեն ներսում վաճառեն, որովհետև 100 տնտեսություն կարող է փակվի 3 հոգու սխալ աշխատանքի միջոցով։ 3 որ նախարարը գնացել էր հանդիպման, այդ տնտեսությունը խոշորների մեջ է մտնում ու եկել է 30 լիտրանոց տնտեսություններ կոնկուրենցիան մտել է ներս, սաղին սպանում է, այդտեղ է գնացել նկարվում, այդ ձեր երազած տղեն, հա։ Ու հիմա այդ մարդիկ ստեղ չկան։
որտեվ իրանք ջուրել չեն փակել 30%-ը, որ փակել ենք բոլորս, ասես միասին նայել ենք իրար աշկերի մեջ, իրանք չեն փակել։ Հիմա իրանք աջակցություն են ստանալու։ Մեզի բա միջև դա ուրիշ կառավարություն էլ է եղել, ու 40 տարի Նիկոլ Փաշինյանը չի եղել։ Մեզ ասել են 30% պետք է ջուրը փակեք, որովհետև խնայողություն։ Էլ եմ շեշտում անձրևաջրերի մասն է խոսքը, դա արտիզյան, որ ասում ենք, դա ձնահալքից գնում է, հավաքվում է, ինչ որտեղ գալիս է վերևը գետերի տեսքով, տակը ջրավազան ունենք, հավաքվում է, ասել են պետք է խնայվի, 30% բոլորս փակել ենք, բացի 1-2 տենց շատ շուստրի ձկնաբույսներից, 1-2-ի մասն է խոսքը։ Հիմա այսօր եկել է հասել է մի հատ տեղ, մի հատ էլ են ասում 40 պետք է փակեք։ Ես ոնց եմ փակում, եթե իմ ձուկը ուռել է, եթե դուք ժամ եք դրել, ժամով, լիտրով այսքան պետք է պահես։ Հիմա ուռել է ձուկը բոլորի մոտ, ոնց եմ փակում։ Հաստատի ձեզ չեն ուզում ընդունել, որն է լինելու ձեր հաջորդ քայլը, սպասել, գնալ, հետո գալ, ինչ։ Հարազատ մենք մի ամիս գծած ունենք, մենք համբերատար։ Այսօր չեմ կարող ասել, որովհետև դա պետքա կամ վարչությունով ասենք, տենց է պայմանավորությունը, խնդրում եմ։ Չէ, նկատում հիմա այստեղ սպասում եք, թե գնալ։ Մենք այստեղ կարող ենք 1 շաբաթ սպասենք։ 1 շաբաթ իրար փոխարինելով մեկը կգնա, մյուսը կգա, ոչինչ։ Մենք այսքանը չենք, շատ ենք, ինչ որ կես ընդեղ են հանգստանում, մեկը աշխատում է, ոնց է բանակում, որ կառաուլ են կանգնում, մեկը կանգնում է, մեկը հանգստանում է, մեկը պատրաստ է վազի օգնի, տենց մենք համբերատար մի շաբաթ կսպասենք, այո, ոչ պակաս։ Հիմա կեսը ասեմ, այստեղ մի 10 հոգի մարդ մենակ իմ աշխատակիցներից են սահմանից իջել։ 25 օրը սահմանել են ձկնաբույսները պահում, հասկացան։ Էլ ինչ անենք, մի հատ էլ ֆանար կապեք, գիշերը վարանենք։